Հնդկաստանը հաղորդում է, որ Պակիստանը կրակել է երկու երկրները բաժանող սահմանի երկայնքով վերահսկման գծի երկայնքով արդեն 12-րդ գիշերն անընդմեջ, ասել է հնդկական բանակի ներկայացուցիչը։ 2025 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Պակիստանի բանակը դիմեց չհրապարակված փոքր զենքերի կրակոցների հսկողության գծի վրայով գտնվող Կուպվարայի, Բարամուլայի, Պունչի, Ռաջուրի, Մենթարի, Նաուշերայի, Սանդերբանի եւ Ախնուրի դիմաց գտնվող տարածքներում Ջամու եւ Քաշմիրում, ասել է հնդկական բանակի համամասնական բանակը։ Հնդկաստանը 3323 կիլոմետր երկարությամբ սահման ունի Պակիստանի հետ, որը ներառում է մոտ 2400 կիլոմետր միջազգային սահման Գաջարաթից մինչև Ախնուր Ջամում, 240 կիլոմետր հսկողության գիծ Ջամուից Լեհ եւ 110 կիլոմետրանոց փաստացի ցամաքային դիրքի գիծ Սիաչեն շրջանում։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր շրջանի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգեսը հրամայել է կրճատել ԱՄՆ բանակի բարձրագույն սպայական կազմը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Հրատարակությունը նշում է, որ դա կարող է կոնֆլիկտ առաջացնել կոնգրեսի հետ, որը պետք է հաստատի ցանկացած փոփոխություն։ Հեգեսը կոչ է արել կրճատել 4 աստղանի դիրքերը 20%-ով, ակտիվ բանակում 20%-ով բոլոր գեներալների ազգային գվարդիայում եւ առնվազն եւս 10%-ով գեներալների եւ ծովակալների թիվը։ Պենտագոնի ղեկավարն ասել է, որ առաջարկվող փոփոխությունները մտածված գործընթացի արդյունք են, որն իրականացվել է Միացյալ Շտաբների պետերի հետ։ Նրա խոսքով փոփոխությունները նպատակ ունեն առավելագույնի հասցնել զինված ուժերի պատրաստվածությունն ու արդյունավետությունը պոտենցիալ հակամարտության համար։ Նախարարը նշել է, որ ԱՄՆ բանակը պետք է լինի նիհար եւ ջղային ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Եվրահանձնաժողովն առաջարկում է մինչև 2027 թվականն արգելել ռուսական գազի գնումները, այս մասին հաղորդում է Reuters-ը։ Գերատեսչության ճանապարհային քարտեզը ենթադրում է, որ ռուսական գազի ներկրման նոր գործարքների եւ սպոտ պայմանագրերի վրա արգել կմցվի մինչև 2025 թվականի վերջը։ Մինչև 2027 թվականի վերջ առաջարկում է նաեւ գործող պայմանագրերով արգելել սովորական եւ հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից։ Այս պահին, ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրահանձնաժողովի այս պլանները մնում են գաղտնի եւ ենթակա են փոփոխման։ Սենատորներ Ջոն Քերթիսը եւ Ջեֆ Մերքլին ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին։ Այն նախատեսում է Թայվանում ամերիկյան ինստիտուտի դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում տնօրենի սենատի հաստատումը եւ դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Բացի այդ տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է դյուրացնի Թայվանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, ինչպես նաև ձգտի կղզուն լիիրավ անդամի կարգավիճակ տրամադրել։ Օրինագիծը շեշտում է Վաշինգտոնի եւ Թայբեյի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, տեքստը նախատեսում է թայվանցի զինվորականների հրավիրել երկկողմ եւ բազմակողմ զորավարժություններին, ինչպես նաև ԱՄՆ եւ Թայվանի միջև կանոնավոր խորհրդակցություններին առևտրային զենքի մատակարարումների վերաբերյալ։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Յուր քաղաքի մոտակայքում փախստականների մի քանի հավաքովի տների վրա հարձակման հետևանքով ավերվել են առնվազն 4 ժամանակավոր կացարաններ, Թեյեր Հարֆ շրջանում հաղորդում է Լեբանոն 24 լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ավելի վաղ 5 մարդ վիրավորվել էր սահմանամերձ Հուլա քաղաքի հավաքովի տների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Լիբանանյան անվտանգության աղբյուրը պորտալին հայտնել է, որ իսրայելական օդանավը երկուշաբթի օրը առնվազն 6 հարված է հասցրել շիական Հեզբոլլահ կազմակերպության ենթադրյալ օբյեկտներին եւ զենքի պահեստներին Սիրիայից սահմանին գտնվող Ջանտա, Էլ-Քալամուն եւ Ա-Շարա լեռնային շրջաններում։ Օդային ռմբակոծություններ են իրականացվել նաեւ Այտարուն եւ Սրեյֆա բնակավայրերի վրա, որտեղ շիա մարտիկները նախկինում բազաներ են ունեցել։ Հրետանային կրակ է բացվել այդ Էլ-Շաբ քաղաքի արվարձաններում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Գազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս տասնյակները վիրավորվել են։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների եւ հրետակոծությունների, ներառյալ փախստականների ճամբարները Նուսեյրաթում եւ Աշ-Շուջայայում, որոնք գտնվում են հատվածի կենտրոնական մասում, ինչպես նաեւ հարավում գտնվող Խան Յունիս եւ Ռաֆահ քաղաքները։ Ավելի վաղ եգիպտական Al-Khayra Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծություններից զոհ է դարձել 45 պաղեստինցի։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին։ Մայիսի 10-ից 11-ը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկովի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջ բերել է Axios-ի թղթակից Բարակ Ռաֆիդը։ Ուիթկովն ինձ ասաց, որ ԱՄՆ-ն փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների 4-րդ փուլի շուրջ այս շաբաթվա վերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա կլինի միայն նախագահ Թրամփի Մերձավոր Արևելք կատարած այցի պատճառով, գրել է նա։ Նախագահը ցանկանում է, որ դա հնարավորության դեպքում լուծվի դիվանագիտական ճանապարհով, ուստի մենք ամեն ինչ անում ենք դրանք առաջ տանելու համար, ասել է Ուիթկովը։ Բունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածության օգտին, ով ինչպես սպասվում է, կլինի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ, առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, քրիստոնեա-դեմոկրատական եւ քրիստոնեա սոցիալական միությունների պահպանողական դաշինքի առաջնորդները մայիսի 5-ին Բունդեսթագի արտահերտ ընտրություններից 10 շաբաթ անց կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել, դրանով իսկ ճանապարհ հարթելով Մերցին կանցլեր ընտրելու համար։ Կառավարության ղեկավար դառնալու համար նա պետք է ապահովի 630 падգամավորներից 316-ի աջակցությունը։ Ընտրվելուց հետո 69-ամյա Մերցը նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերից իր նշանակման նամակը կստանա Բեյվյու պալատում եւ կվերադառնա Բունդեսթագ, որտեղ երթում կտա։ Նույն ընթացակարգն այնուհետև սպասում են նրա կաբինետի նախարարներին։ Մայիսի 6-ի երեկոյան նախորդ կոալիցիայի փլուզումից 6 ամիս անց նոր կառավարությունը կկարողանա սկսել աշխատանքը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի վարչակազմը ցանկանում է միջնորդ հանդիսանալ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, քանի որ դրան վերջ տալու ԱՄՆ-ի ջանքերը մինչ այժմ չեն տվել կոնկրետ արդյունքներ։ Այս մասին հայտնում է բրազիլական O Globo թերթը, հղում անելով հարավ-ամերիկյան հանրապետության կառավարության աղբյուրներին։ Նրանց կարծիքով հաղթանակի օրվա տոնակատարությունների մասնակցելու համար Լուլա դա Սիլվայի Մոսկվա կատարելի այցը պետք է ցույց տա Բրազիլիայի արտաքին քաղաքականության անկախությունը։ Երկրի ղեկավարը կարող է ռուսական կողմին առաջարկել նաև բրազիլական դիվանագիտության հնարավորությունները Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, գրում է թերթը։ Ինչպես նշվում է, Բրազիլիայում կարծում են, որ Սպիտակ տունը չի կատարել հակամարտությունը դադարեցնելու իր խոստումները, ուստի Բրազիլիայի իշխանությունները պատրաստ են միջնորդի դեր ստանձնել։ Միևնույն ժամանակ Բրազիլիայի կառավարությունն ավելի մեծ ցանկություն է տեսնում հակամարտության կարգավորմանը հասնելու Ռուսաստանի, այլ ոչ թե Եվրամիության կամ Կիևի։ Բելարուսը պատրաստ է անել ամեն ինչ ուկրաինական կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների համար եւ շահագրգռված է դրանց մասնակից լինել, հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Լուկաշևիչը։ Բելարուսը պատրաստ է անել ամեն ինչ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցերի շուրջ առարկայական բանակցությունները շարունակելու համար եւ շահագրգռված է լինել դրանց անմիջական մասնակիցը։ Բելարուսի ձայնը պետք է լսելի լինի բանակցությունների սեղանի շուրջ, իսկ վերջնական պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն նաեւ բելարուսական կողմի շահերը, ասել է Լուկաշևիչը բրազիլական O Mundo դիպլոմատիկո հրատարակությանը տված հարցազրույցում։ Հարցազրույցի տեքստը տարածել է Բելարուսի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը կդադարի լինել պետական ֆինանսավորվող հաստատություն եւ չի ստանա նոր դրամաշնորհներ կառավարությունից, ասել է ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մակմահոնը Հարվարդի նախագահ Ալան Գարբերին ուղղված նամակում։ Նախարարն ասել է, որ համալսարանը ծաղրում է ԱՄՆ բարձրագույն կրթության համակարգը, հրավիրելով օտարերկրյա ուսանողների, ովքեր բռնություն են գործում իր համալսարանում։ Հարվարդը չպետք է դրամաշնորհների սպասի դաշնային կառավարությունից, քանի որ դրանք այլևս չեն տրամադրվելու։ Հարվարդը կդադարի լինել դաշնային ֆինանսավորվող հաստատություն, ասվում է նամակում, որը տեղադրվել է Մակմահոնի X-ի էջում։ Պատիվ ունեմը կստորագրի իմպիչմենտի նախաձեռնությունը։ Այս մասին ազգային ժողովի ճեպազրույցում նշել է պատգամավոր Հայկ Մամիջանյանը, սակայն ընդգծել է, որ փաստաթուղթը մուտք չանելու միակ պատճառը թեկնածու չունենալն է։ Իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք։ Ազգային ժողովում պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեկնաբանել է իր թիմից Գյումրիում ներկայացված մեր քաղաքը դաշինքից Կարեն Բադալյանի իրենց ձևակերպման մարդագողությունը, պարզաբանելով նրա կողմից մանդատը վայր դնելու, ապա հետ վերցնելու process-ը։ Դրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, գրությունը փոխանցվել է քաղաքապետարան։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու։ Գրիգորյանն այս պատմության մեջ քաղաքացիական պայմանագրի միջամտությունն է տեսնում։ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը եւ այս ամեն ինչը ես կարծում եմ դրա հետևանքներն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին է արձագանքել իրենց թիմին ուղղված մեղադրանքներին։ Եթե ձեզ է վերաբերվում, ընդդիմադիրներին է վերաբերվում, այդ նորմալ է, չէ, ժողովրդական process, ժողովրդավարական process-ներ է։ Եթե դա կարա վերաբերի իշխանությանը, մարդ են գողանում։ Ինչ եղավ դից։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին, ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ։ Խորհրդարանում քննարկվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ։ Նշենք, որ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Ղրիփսի Մեջեբեջյանին, նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր ասելով՝ «Մաքրեք ձեր շրթունքները»։ Իշխող թիմի պատգամավորը սակայն իրեն մեղավոր չի համարում։ Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին, որովհետեւ ավելի ընկալելի լինի, ես նույնիսկ վերջում բերել եմ սաղմոս եւ այստեղ նաեւ ձեր թերթի քնարիկը, որ իմ նկարը վազվզավել այստեղ, ասում եք բնականն էլ դրեք, վերջին հաշվով ես ուզում եմ բացատրեմ, որ նաեւ այդ ձևաչափի մեջ խոսքի մաքրությունը շատ կարեւոր է։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 5-ից 3-ը, 6-ին, մայիսի 8-ից 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 5-ից 6-ին հորդառատ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ից 3-ը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-ից 10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 5-ից 6-ին առանձին վայրերում հորդառատ։ Մայիսի 5-ից 3-ը, 6-ին, 8-ից 10-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 10-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։